Իրավական ընթացակարգ եղադրանք առաջադրվեց Սրբազանը, Բաղրատ Սրբազանների պաշտպանյալը եւ պարոն Խուդոյանի, խնդրում եմ եկեք պարոն Խուդոյան, մեր երկուսի Սրբազանի պաշտպանյալը Պարզ է, որ անհասկանալի է, ավելի շատ լավ հասկանալի է ինչ է կատարվում, հերթական քաղաքական հետապնդումն է, որը ունի, կարծում եմ, էական լուրջ նպատակ պարզացնելու ընդդիմությանը, թույլատնելու ընդդիմությանը, ձեռնարկելու բոլոր ակտիվ գործիչներին, թե ինչ նպատակով ժամանակը ցույց կտա, կարծում նպատակներից մեկը կլինի եկեղեցու վրա արդեն ավելի ուժեղ ոտնձգումը, այս ամենը համարում ենք եւ մենք փաստաբաններս եւ մեր պաշտպանյալը Բաղրատ Սրբազանը քաղաքական հետապնդման դրսևորում Ձայնագրություններ են հրապարակել, գնդակահարել, մի քանիսին փակել, բնաջնջել, այս ձայնագրությունները։ Ես անկեղծ ասած, տեսեք, այսպիսի մի խտրական իրավիճակում ենք հայտնվել մենք փաստաբանական խումբս, մենք շատ բաներ իմանում ենք Սիրիկեյից եւ այնտեղ ներսում կարդալով եւ մեզ արգելվում է որոշակի նախաքննական գաղտնիքից ելնելով որոշակի լուրեր ձեզ։ Այսինքն նախաքննական մարմինը կոնկրետ լրատվամիջոցը հայտարարություններ տարածում են, բայց փաստաբաններին արգելում են։ Այո, հենց դա եմ ասում, որ շատ անարդար իրավիճակում ենք։ Մենք ոչ հավասար պայմաններ կարելի ասել եւ նույնիսկ դեռևս բաներ կա, որ այնտեղ հələ մեզ չէին ներկայացել այդ նյութերը, մենք արդեն Սիրիկից կարդացինք եւ տեղեկացանք ինչ ենք ստանալու հաջորդը։ Այն հոդվածներով ինչով որ քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնազավթում, ծիծաղելի հոդվածներ, տվյալ դեպքում հաշվի առնելով անձանց, ժամանակը ցույց կտա։ Պլանը գծեցին ընդդիմության գրպանը։ Դե այդ պլանը երեք որ հրապարակվել է, պարզ էր, որ այդ պլանը գծվելու է ընդդիմության գրպանը, թե ինչ ֆորմատով այսօր արդեն երևաց։ Քննչական կոմիտեն նկարներ է հրապարակել զենք զինամթերքի որտեղ է։ Ես Սրբազանի տանը գտնվել եմ, որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ճիշտ մանրամասները ումն է, բայց ըստ բային չասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը, որ տեսեք զենք զինամթերք ծիծաղելի է այդ ամենը, էլի։ Պարոն Հարությունյան 24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Պարոն Խուդոյան, դուք էլ շատ լավ է տրամադրությունը հումորով էլ վերաբերվում, չէ, ինքը մեզ չի լսում։ Պարոն Խուդոյան, խնդրեմ շարունակեք։ Շատ կարճ լրացում կանեմ, որ ներողություն մի քիչ լրագրողներ հետ գնալ։ Մի քիչ առաջ կգաք կներեք։ Կարճ ընդհանրապես ասեմ, որ այն հաղորդագրությունը, որը տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործիքնությունը ցույց կտա համենայնդեպս չի բացառում, որտեղ այդ գործիքը արդեն օգտագործվել է։ Այդ հայտնի փաստաթուղթը հեղափոխության պլան են գծել եւ հաջորդ օրը իրավապահները սկսեցին գործողություն եւ այդ ձայնագրությունները հրապարակվեցին։ Դե մի քիչ տեղյակ մարդու համար բացարձակ գաղտնիք չի եղել, որ դրան հաջորդելու են ինչ-որ գործողություններ, դա պատերազմական լեզվով ասած նախապատրաստությունն է հրետանային,
որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն։ Եվ տեսնում ենք նաև, որ այսօր շատ համակարգված ձևով աշխատում են այդ ինֆորմացիան տարածելու, այդ թվում վիրավորանքներով, կոշտ խոսքերով, ամբողջ իշխանական վերնախավը լծված է այդ գործին, այսինքն տեսնում որ սա համակարգված օպերացիա է իրավապահների եւ քաղաքական իշխանության։ Անձնական հեռախոսներ արգրավել են բազմաթիվ բոլոր Ենթադրում եմ, որ այո, որտեղ խոզարկություն ուտել են, Սրբազանի հեռախոսը։ տեղեկություն չունեմ այս մասով։ Անձնական տվյալների հրապարակման մասով հաշվի առնելով, որ մենք նախադեպ ունեցել ենք ինչպես են քպականները, կոնկրետ Հովիկ Աղազյանի անձնական տվյալները հանրայնացնում, մտաբախություն չունեք։ Մենք տեսել ենք շատ փաստեր, որտեղ հրապարակայնացնում են անձնական տվյալներ ոչ իրավական նպատակներով, այսինքն իրավապահները իրենց գործառույթներն իրականացնում են ծառայելու քաղաքական այս կամ այն խնդրին, չենք բացառում, որ կարող է լինի, բայց ամենայն դեպս չեմ կարծում, որ Սրբազանի անձնական ինֆորմացիայի որևէ հատվածի ներողություն հրապարակում որևէ խնդրառույց հարց կարա ԶՊՎ տեղափոխելու հետո միջև երևի թե միանգամից դատարան, դեռ հայտնի չի որ դատարան է։ Դրան այս հոդվածով քանի տարի է սպառվում։ Հոդվածը երկու հոդված է, մեկը 12, մեկը 15 առավելագույնը, բայց իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստի գիտություն ընդունելու ճշմարիտ համարելու պարագայում եւ նույն այս հոդվածներով մեղադրանք չէ կարող առաջադրվել։ Պարոն Խուբեյան, դուք Սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցաք քննարկել հրապարակված ձայնագրությունները, թե ոչ։ Այն ինչ որ տեղի ունեցել ներսում, այս բանը չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել։ Բայց ինչ ձայնն է։ Հնարավոր է ձայնը նշածել, ինչպես ասացի, դա կարող լինի եւ մոնտաժված նյութեր եւ գեներացված, դա դեռ կպարզենք, մենք ակնկալելու ենք, որ վարույթն իրականացնողը դատարան ներկայացնելու ամբողջական ձայնագրություններ, ոչ թե հատվածական եւ կոնտեքստ հասկանալու եւ դրանց մեջ այլ ուրեմն փոփոխություններ կատարված լինեն բացառելու համար։ Որ ասում եք մոնտաժված լինի, օրինակ երկու հոգին լրիվ այլ տեղից են վերցրել այլ բովանդակության խոսակցությունից գյուլել է լրիվ այլ տեղից եւ կպցրել են իրար։ Եթե ուշադիր մի քիչ բարձր լսեք ձայնագրությունները, վստահ որպես մասնակից դերակատարներ կլսեք այդ ընդհատումները յուրաքանչյուր արտահայտությունից առանձին։ Իսկ գյուլելը ինչ կոնտեքստից ցած կարող է վերցրածնի։ Չեմ կարող ասել այս բանին, դեռ պետք է քննարկենք ավելի մանրամասն, բայց մեր շատ հայրենակիցներ հաստատ իրենց ընկերական ընտանեկան սեղանների շուրջ երբեմն մի քիչ տաքացած լինելով շատ արտահայտություններ կարող են հնչեցնել եւ դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ կարելի է միայն ամբողջական կոնտեքստը հասկանալուց եւ երկարատև այն ինչ-որ գործողությունների շուրջ տեղավորելու առումով։ Պահանջել եք, որ դատարան ամբողջ ձայնագրությունը։ Մենք չենք պահանջում, թե ինչ ներկայացնի քննչական մարմինը, մենք ամենայն դեպս դատարան դեռ նյութերը չենք ստացել ինչ են դատարան ներկայացնելու, բայց դատարան ներկայացված չլինելու պարագայում բնականաբար առաքելվենք, որ այդ նյութերը չեն կարող բավարար լինել գնահատական տալու համար։ Ներողություն, պարոն Խուբեյան, ես ճիշտ հասկացա, որ ձայնը Սրբազանինն է, բայց պարզապես մոնտաժված է։ Ես արդեն դարձին պատասխանեցի, որ ակնհայտ է, որ դա մոնտաժված է, թե արդյոք ես լսում եմ, այո, իմ կարծիքով իր ձայնն է այդտեղ, հիմա բայց հարցը այդ չի։ Թե արդյոք այլ միջամտություն եղել է այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, դեռ պարզ չի։